Այսօր Հոլանդիան նշում է ազատագրման օրը, մայիսի 5-ն է։ Մարդիկ իրենց դռների պատուհանների մոտ ամրացրել են հոլանդական դրոշը այդ կապակցությամբ։ Այսպես բնակիչների պատուհանների կամ դռան մոտ կա դրոշը ամրացնելու հարմարան, որ հատուկ օրերին ծածանվում են հոլանդական դրոշները։ Նայեք ինչ պահ ֆիքսեցի։ Այսօր տոն է Նիդերլանդներում և ամենուր միջոցառումներ են կազմակերպված ազատագրման օրվան նվիրված։ Այսօրը կարևորվում են ամենակարևոր արժանինքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։ Հեռվից գուցե սովորական թվացող պատ է, բայց իրականում սա սովորական պատ չէ։ Այս պատի մոտ հենց 1942-43 թվականներին հավաքագրվել են հրեաները և արտաքսվել համակենտրոնացման ճամբարներ։ Հենց այս պատի մոտ էլ նաև շուրջ 686 երեխաներ մինչև 12 տարեկան հավաքագրվել են և ուղարկվել են համակենտրոնացման ճամբարներ, և այստեղ կա նաև հուշաքար, այսպիսի կլոր, նայեք, որտեղ որ գրված է այդ երեխաների անունները մեկ առ մեկ։ Իսկ քիչ հեռու, այս այդտեղից էլի ցույց կտամ, այդտեղից արդեն նավերով են տեղափոխվել, Լոուց 24 անունը, այս պատի մոտ հավաքագրել են, որը որ նոր ցույց տվեցի, և այդ պատի մոտից տարվել են քիչ հեռու, այնտեղ արդեն նավերով իրենց արտաքսել են։ Այս կողմն է։ Նույնիսկ կարող անցորդները անցնեն սովորական, ուշադրություն չդարձնեն, բայց այս տարածքը այսպես դարձել է պատմական հուշարձանի պես մի տեղ, այստեղ գետնի վրա էլ գրված է ինչ իրադարձության համար է արված, որ 1942-43 թվականներին 686 Ռոտերդամում ապրող հրեա երեխաներ 1 ամսեկանից մինչև 12 տարեկան արտաքսվել են և ուղարկվել են Ասվիչ կամ Սոբիբոր և սպանվել են։ Այստեղ երեխաների անուններն են, տարիքով գրված այսպես։ Ամեն տարի մայիսի 4-ին, մայիսի 5-ին ընդառաջ Նիդերլանդների բոլոր քաղաքներում կամ գյուղերում, որտեղ կան հուշաքարեր, հարգանքի տուրք է մատուցվում, ծաղիկներ է դրվում զոհվածների հիշատակին։ Մայիսի 5-ին արդեն որպես ազգային տոն նշվում է Հոլանդիայի ազատագրման օրը գերմանական ազդեցությունից։ Այն կողմը պատն է, իսկ էս էլ եղել է Լոուց 24, այսինքն հենց այստեղ են երկրորդ համաշխարհայինի ժամանակ այս տարածքում գերմանացիները հավաքել են հարավային Հոլանդիայի կղզիներից բոլոր հրեաներին, արդեն նավերով ուղարկել են։ Այդ ժամանակ 1940 թվականին ապրում էին 13,000 հրեաներ, 1942-ի հուլիսի 30-ին արդեն սկսել այդ թիվը գնալով իջնել, 11,000 են մնացել, 6500 հոգի հենց այստեղից դեպորտացիայի են ենթարկվել Սոբիբոր և Ասվիչ քաղաքները, և 488 հոգի կարողացել են կենդանի մնալ։ Մի խոսքով նաև այն հատվածը կգնանք, որտեղից որ քայլելով իրենց բերել են այստեղ հրեաներին, ում որ հավաքագրել էին, որ պետք է արտաքսեին, քիչ հեռու այստեղից երևի կլինի 1 կիլոմետր այդպես։ Ասում են նաև, որ չնայած նրան, որ արդեն դաշնային պետությունները հայտարարել էին, որ Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկված և մայիսի 5-ը հայտարարվել է որպես ազատագրման օր, միևնույն է Ռոտերդամում շարունակվում էին կրակոցները։ Այստեղ են հավաքագրվել, այստեղ կայարանն է եղել, նաև այստեղից տրամվայ է մեկնել, որտեղ գրած է շոքե տրամվայի այդպես կայարանն է եղել այստեղ, այստեղ հավաքվել են ու այստեղից ոտքով տարել են, եթե այս ճանապարհով սենց ուղիղ նայեք դեպի այն բարձրահարկը, երևում է, դեպի այդտեղ են տարել, չհասած բարձրահարկ էր, իմ մոտակա այդտեղ, այստեղից մի քիչ կարճ է երևում, բայց ահագին ճանապարհ է, այդպես տարել են այդտեղ
արդեն նավերով արտաքսել են։ Հիմա այս շենքը օգտագործվում է որպես ընտանեկան բժշկի գրասենյակ, ֆիզիոթերապիայի համար էլի տեղ մի խոսքով։ Հետաքրքիր պահ եմ ցույց տալիս, կամուրջը բաց։ Դեպի կենտրոն տանող ճանապարհն է։ Սա նավացն է։ Նոր մաս գետն է Ռոտերդամում, որը սենց գնում է ճյուղավորվում այն կողմով է, մյուս կողմը Էրասմուս կամուրջն է, Էրասմուսի պատվին է անունը դրված, ասել էսպես եկավ հասավ կամրջի, ոչ միշտ է լինում, որ այդ պահին ստեղով անցնում ես, որ կամուրջը բացվում է ու միշտ ուզել եմ նկարեմ, հետաքրքիր էր այսօր հենց հաղթանակի օրով, ստեղի ազատագրման օրով, այս պահը նկարեցի ձեր համար։ Ու չնայած նրան, որ ամսի 5-ը հայտարարված է որպես ազատագրման օր Նիդերլանդների, բայց ընդհանուր առմամբ մայիսի 8-ին նոր հայտարարվում է, որ ամբողջ Նիդերլանդները ազատված է գերմանական ազդեցությունից։ Ինձ թվում է, որ ձեզ էլ էր հետաքրքիր այս պահը, որ ցույց տվեցի ձեզ կամուրջի բացվելու պահը եւ շուտով նաեւ փակվելու պահը կտեսնեք։ Ասավ, սա դուրս եկավ այս գնից, սիրուն է այս մասը, սա կփակվի կամուրջը։ Ոչ աշխատանքային օրն է, այդտեղ այդ ազատագրման օրն է, ազգային տոնը, ոչ աշխատանքային է, չնայած որոշ կազմակերպություններ բաց են լինում, դրա համար այդքան մեքենաներ չկան, հիմնականում մոտոցիկլետներ են, բայց եթե այս իրավիճակը լինում աշխատանքային օրերին, հա էլի նավ է գալիս անցնում, դրա համար չի փակվում, այստեղ արդեն էլի քարտոներ են հավաքվում։ Խցանում է առաջանում, չնայած այս մի կողմի վրա արդեն իսկ խցանում է, ասած կանգնած են։ Մյուս կամուրջն էլ պետք է բացվի, այս նավը անցնելու համար, դրա համար կանգնած են այնտեղ։ Այս էլ եկավ անցավ, ահա։ Փակվեց կամուրջը։ Նայեք, հիմա էլ մյուս կամուրջն է բացվում, որ այս նավերը անցնեն։ Այ, այն կողմից մենք նոր այնտեղ էինք, հիմա էլ հեսա բացվեց։ Կանցնեն մյուս կողմ։ Կողմը էլի գնում է արդեն հուշարձանի տեղը, մի քիչ որ քայլում ենք։ Շրջագայությունը ավարտվեց այս պատմական վայրերով, բայց ես այլ տեսանյութեր ունեմ ռմբակոծության վերաբերյալ Ռոտերդամի, որ կարող եք նայել, լինքը կտեղադրեմ, շատ հետաքրքիր նյութեր կա, թե ինչ է տեղի ունեցել իրականում երկրորդ համաշխարհայինի օրերին։